Հայրենական երկրորդ պատերազմի օրից անցել է շուրջ 71 տարի։ Մենք վերջին սերունդն ենք, որ տեսնում ենք այդ մարդկանց։ Մեզ եւ մեր հետնորդների ապրելու համար պայքարած մարտիկներին։ Ու գիտեք ամենացավալին ինչն է։ Այն, որ ոչնչով չեն կարող օգնել նրանց։ Անխնա է ժամանակը։ Հոսում է ու հոսում։ Իր հորձանքի հետ տանելով բազմաթիվ մարդկային կյանքեր։ Պատերազմից վերադարձած մեր վետերաններն էլ կամաց-կամաց զուլվեցին իրենց անձնվեր պայքարի գնով պաշտպանած հայրենի հողին։ Ու այսօր մեր շրջանում նրանցից ընդամենը 4-ն են կենդանի մնացել։ Եվ մեր պարտքն է մեծարել նրանց կատարած գործի մասին կենդանության օրոք խոսել։ Դա նրանց մեր սերն ու ուշադրությունը։ Հարգելիներս, ընդունեք մեր փոքրիկ երեխաների անակնկալը ծաղիկների տեսքով։ Մեր երկրի ազատության հաղթանակը նրանք տոնեցին 1945 թվականի մայիս ամսին։ 71 տարի է անցել։ Մայիս ամիսն է նորից։ Մեր հեռուստատեսությունը որոշեց հենց այդ ամսին հյուրընկալել շրջանում ապրող վետերաններին ու նրանց հայրիներին։ Այսօր մեր տաղավարում են հայրենական երկրորդ պատերազմի վետերան Վաչագան Անդրեասյանը եւ Նազիկ Գրիգորյանը։ Շրջանի մյուս վետերանները ցավոք վատառողջ լինելու պատճառով մեր նկարահանմանը չկարողացան մասնակցել։ 1941 թվականից կամավոր գնացել են պատերազմ։ Սոճի դարան մեզ, Մարսկոյ ֆլոտը, ծովային։ Այդտեղ մի ամիս օրվեցին, նստանք նրանով ուղարկեցին Ղրեմեսկ։ Ղրեմեսկի այդտեղ պարտմենի գինիզևի մեզ, հարցակվանք Նեմեսկի տանկերում վրան, 260 անդ էինք մեր բրիգադը, Մարսկոյի բրիգադը։ Հետո չկարացանք դիմադրել, փախանք լսվանք ծովը։ Ծովը այդ ժամանակեր այդքան փոթորիկ չկար, ալիքները քիչ էր։ Լսվանք ծովը 260 հոգուց մնացինք 100 անց, որը 160 հոգին զոհվան։ Դուրս ելանք այդտեղ ռմբագոծեցին, ես էլ վիրավորեցա այդտեղ, ասկոլոշները են, մեկ էլ այստեղ, մեկ էլ այստեղ, թեթև ռանեններ, լողկե ռանեններ։ Այո, այդտեղից ուղարկեցին, որպես վիրավոր, ուղարկեցին Դիլիջան, հայկականի հոսպիտալը։ Դիլիջանը այդտեղ 6 ամիս պարգալավացա, ուղարկեցին ծաղվերը, բորտումի մոտ է ծաղվերը։ Ծաղվերից հայկական դիվիզա տարան Երևան, Երևանից տարան Սայմանը, Սայմանի վրան պետք է հարձակվենք նեմեցական ֆաշիզմի վրան։ Ու մենք 43 թվին մայիսի 13-ին ժամը գիշերվա 12-ին պիտի հարձակվենք։ Ժուկովներ հրամը, հետո ոնց եղավ, Ստալինի մացավ, աստավիտ երավ։ Եթե մի կես ժամ աստավիտ չաներ, մենք Մասիսի մոտ էինք հասել։ Այդ է պատմությունը։ Այդտեղից էլ զորացրվանք տուն եկանք։ Թուրքիայի սայմանի վրան ենք, Հայաստանը Թուրքիայի սայմանի վրան ենք, որ հաղթանակը վերջացավ, որ հաղթեցին։ Այդ ժամանակ մենք չենք պատերազմում, մենք կանգնած ենք Թուրքիայի սայմանի վրան։ Հայրենական մեծ պատերազմը թեև հետևում է մնացել, սակայն դրա հետևանքները եղել ու շարունակում են մնալ աջող սերնդի աչքի առջև։ Մեր կողքին ապրել են վետերաններ, ովքեր հենց այդ կռվից են վերադարձել հաշմանդամությամբ։ Կորցրած ձեռքը, ոտքը, իսկ ամենասարսափելի մարմնի ավելի շատ մասերից զրկված։ Էլ չեմ խոսում գնացածների ու չեկածների մասին։ Մարդկանց, ովքեր իրենց հետ ռազմի դաշտ տարան սիրելիների վերջին ժպիտները։ Մարդկանց, ովքեր այդպես էլ չլսեցին իրենց երեխաների լացի ձայները։ Իրենց հետևից թողեցին լացող աչքեր ու սպասման հույսով խաչակնքող ձեռքեր։ Եվ մանուկներ, որոնց համար հայրեր դարձան նկարիչ ժպտացող հայացքները։ Մարդիկ, ովքեր ունեցան մեկ ընդհանուր անհայտ զինվորի գերեզման։ Ոտաբոբիկ սրտեր գերտար ուխտկաներ ամեն օր, պատերազմից տղաց թող կա մատաղ լինեմ ես նոր, տղան եկա պատերազմից ուր գրակով արես նորին, ախ կաշելով սրդի խոսքից մի խոսք ասավ, եթե որդուս որդիցը կանչեք, հայքո համքիստ կաց, պազմա չարշար խեղվարի գր չարշարվում էր ամեմջա, ու է ծալն է սրդում մնաց, իչավ խորը կերեզման, կնամ կանչեմ կերեզմանից, ես մեղ չունեմ ամեղ եմ,
տանջվում եմ այն օրվանից, միթե ձեզ ոտ տեղ չունեմ, ես մար չեմ եղել, բալուր չեմ փաթաթել, դուք ինձ փաթաթեք։ Հայրենական երկրորդ պատերազմի հաղթանակի օրից անցել է շուրջ 71 տարի։ Ինչ զգացողություններ ունեք դուք հերոսներդ, երբևէ կատարում եք հիշողությունների հետդարձ տեսնելու համար ստեղծված իրավիճակը, թե փորձում եք շրջանցել մոռանալով ցավալի դեպքերը։ Ես գնացել եմ իմ մեծ աղբորս հետ կամավոր բանակ։ Նայել 25 թիվներ անայդասավ, այդպես տանջերուտան, ոչնչացավ, այդպես 25 թիվ են դանարապես, հայերի մի տոկոսը եկավ, 99% բոլոր գնացին դեպի տանջերին, այդպես ոչնչացավ։ Աղբերս մահացավ, ես տեղյակ չէի, տուն եկա, այդու մարս ասաց, որ այսինչ մինչև կրոզնի բանը, նամակ կստանայի, կրոզնուց հետո ստացել նամակը, այդտեղ անայդ կորս եղավ իմ աղբերս։ Իսկ 24 թիվը, հենց Երևանի 24 թիվը չմասնակցեց պատերազմը, ռեզերվ էր կանգնած, որ պիտի հարձակվենք Թուրքիայի վրա։ Վաչոպապը գիտի ոչ միայն հայրենական պատերազմի մանրամասները, մեկ առ մեկ հիշում է գնդապետերին, գեներալներին ու մարշալներին, այլև տեղյակ է մերօրյա բոլոր իրադարձություններից։ Այս տարվա Արցախյան պատերազմի երկկողմանի զոհերի ու վիրավորների թվաքանակը նույնպես գիտի։ Ասում է կեցցեմ մերում, կարողացան արժանի հակահարված տալ։ Բոլոր հայերը հավաքվել են, կամավոր գնացել են պատերազմը։ Եթե երկրորդ անգամ, եթե հարկ եղած դեպքում հարձակվի Թուրքիան, պատասխանը գրակ ու ոչնչացնել նրանց բոլորին։ Հետո մի բան էլ ասեմ, Թուրքիայը հարձակվան մեզ, ադրբեջանցից թուրք են կազմում, ոչ մի տարբերություն։ Հարձակվան օրնա համարյա 500 հոգի կորուս տվեց, բայց վիրավորների թիվը չէր տա, որովհետև 1000-ից շատ էր վիրավորները չէր տա, իսկ հայերը կորուս տվին 22-70 վիրավոր։ Բոլորը պատրաստ են, մինչև անգամ աղջիկները պատրաստ են, որ պատերազմել են թուրքերի դեմ։ Հայաստանը աղջիկները։ Նրանցից քչերն են մնացել։ Նրանցից, ովքեր իրենց աչքերով են տեսել մարդկային արյուն ու սարսափ։ Նրանցից, ովքեր վերապրել են աշխարհամարտ։ Հայրենական մեծ պատերազմի կնիքը մշտապես սրտերում ապրում են մեր կողքին, մեզ հետ, բայց տարբեր են մեզանից։ Շատ բաներ, օրինակ հենց մարդկային կորուստը, որը հասարակության սովորական անդամներս մեծ դժվարությամբ են հաղթահարում, նրանց համար սովորական երևույթ է։ Ասում են մի օր ծնվել ես, մի օր չես լինելու։ Վաչագան Անդրասյանը 6 երեխաների հայր է։ Կենդանի են նրա 4 զավակները, 2-ը մահացել են։ Երեխաների հաջողություններն ուրախությամբ է բարձրաձայնում։ Երեխաների կորուստի ցավի մասին չի խոսում։ Դա իրենն է, իր անձնական ցավը։ Իր հայրենի Ջիգրաշեն գյուղում ապրում է կնոջ հետ։ Երեխաները երկրից դուրս են գտնվում։ Ասում է իմ տնից ոչ միտեղ չեմ գնալու։ Թող երեխաները զգան, տեսակցեն գնան։ 46 թվին եկա պատերազմից, 46 թվին, 53 թվին եմ ամուսնացել։ Դողոցը վերաբերում մեզ ինքը համալսարանում գերազանց ավարտել է, հիմա աշխատում է Կրեմեսկի։ Մասնագիտությունը իրավաբան էր։ Մեկն էլ Ֆինլանդիայի, մյուսն էլ աշխատում էին մեզ, էլի։ Մեկն էլ տղա ունի ընտանիքով։ Իրենք կուքան կերտան, ես չեմ ես։ Պատերազմ, սարսափելի բառ է։ Ունակ մարդկանց թևաթափ անելու, սակայն ոչ կարող կործանելու նրանց հույսն ու հավատը։ Պատերազմ, որից հարազատներին մնացին միայն ֆրոնտից ուղարկված նամակներ, մեդալներ ու հիշողություն։ Սակայն ժամանակի հետ մեդալները խամրեցին։ Նամակները դեղնեցին եւ միայն հիշողությունը մնաց։ Միայն նա է հավերժական։ Երիտասարդ է, փոքր կամավոր գնացել է, 14 տարեկան դեպս եմ գնացել պատերազմի ժամանակ, որ մեզ ուղարկեցին դեպի պատերազմը, Արսմենի գինի գազերն էլ այդ գինուց մեզ ծովայիներից խմցուցին, հարցակվանք նեմեսներով վրա, որ նավից ցած իջանք, Կերչ իջանք, Ղրիմը Կերչ ունի, այնտեղ Սևաստապոլն է դեն գողմը, Կերչ իջանք, այնտեղ Բադին վրան կավիչով գրած էր, Կերչ հայերուն վերջ, այդպես էր գրած, որովհետև այդտեղ շատ են զոհվել հայերը, այդպես։ Եղբայրս 13 տարեկան էր, ես 17 կոլխոզում կաշխատեինք, սալտատնուն համար գուրբագը գործեինք, նավերք ժամփեինք, մորս պիլազիգնին անգամ հանեցինք, ֆրոնտավին ուղարկեցինք։ Եղբայրսներից 4-ը գնացել են ֆրոնտ,
երկուսը եկել է, երկուսը չեն եկել։ Եղբորս մասին եմ գարել, նորից պատկեր եմ տեսնում, աչքիս առաջ ախոս լուր, ուրվականի պես կալիս, հրաժեշտ ես մեզ տալիս, փոքրուց բախտդ որոշեցին, թմբիտագին տրեցին, այդպես էլ թում տարծար, հայրենիք չվերադարձար, մենագարնունդ մնաց եղբորդ տեղին նվիրած, նա որ փավրած մի տղա էր, մի ծերունի հայր ուներ, մայր չուներ, մայր կանչեր, պատճառես թանկ, անգին հայրենիքն էր, որի համար զոհվեց։ Տիկին Նազիկը բանաստեղծության է վերածել նաև ամուսնու մոր ապրումները, դողերը հյուսել պատերազմից չվերադարձած եղբայրների մասին։ Պարզ հիշում է այդ տարիները։ Այդ օրերի մասին պատմելիս չի կարող չհուզվել։ Արցունքապատվում են աչքերը։ Մի կերպ հանդարտվում է ու շարունակում պատմել։ Տիկին Նազիկ, ուրեմն ինչպես ճանապարհեցիք ձեր ամուսնու ռազմի դաշտ եւ գալուց հետո ինչ էր պատմում, ինչ հիշողություններ ուներ։ Երբ անցնում եմ այգու կողքով, շշնջում են ձեր խոսքերը, ուզում եմ ասել, խոսել, սվսվում են դերևներ, չկա, նայում եմ ես են արձանին, զոհվածների հիշատակին, հրացանները սեղմած կրծքին պաշտպանեցին հայրենիքն անգին, ցած եմ նայում մի խեղճին, ծաղիկները մեկնած ճամփին, սպասում էիր զավակնին, ախ չի տեսնի ոչ շոքին, գրացել ես խեղճին, լացողուրենի է դարձել, նրա արցուկների կաթիլներից ծառախբույն է կոյացել, ինչքան անցնեմ այգու կողքով, աչքս հարած նրանց նայեմ, թեկուզ ապրիմ 100 տարի, կյանքիս վերջի օրն էլ հիշեմ, երջանիկ մայրերը այգին այցի են գալիս, ջահելները նրանց սիրածների հետ ուրախ խնդալիս, իսկ իմ աչքս այգին տեսնելիս լալիս է լալիս, մայիսի 9-ն է, մարդիկ նվեր կստանան, դուք նվեր դարձաք, ես ձեզ որտեղ մանկամ, մայրը դու քույրերս մի սևեր հական, ձեր գերեզմանին լացողներ չկան, ինչքան մայրեր ու քույրեր են լացել, նրանցից ավել ես էլ եմ լացել, մարդս հրոնտավիկ է, ես հրոնտից եկել է վիրավոր, 4-5 անգամ կանտուժին է եղել, ամենաթանկ էակներից մենք զրկվել ենք, երեխա չունենք, պատճառը հայրենիքն է, ես ենքան շնորհակալ եմ իմ ղեկավարներիս, որ միշտ ինձ աչքի առաջ են ունեցել, հոգատար են եղել, ես շատ գոհ եմ, որպես ֆրոնտալիկ ընտանիք օգնություն է կստանամ, փող է կստանամ, շատ գոհ եմ, ինչ ասեմ, շատ նեղորեր շատ եմ կաշել, ամենաթանկ էակներից զրկված ես։ Իսկ ինչ էր պատմում ամուսինդ պատերազմական տարիներից։ Մարդս ֆրոնտավիկ էր, ամուսնացանք, նա միշտ գլուխը կողեր կպարսերի դագը, ես կեսրոջս ասիտ է, մա ինչի եսիք, խոխելար չի էդ ման ինչի գենեսավ խանում հարստ, 4 տարի տեղ ասվերոնտ է եղել, միշտ դիրկերում մեջ է եղել, հաբայ գիտետ էլի պատերազմ է կլոխը կողը դիրկերում մեջ, ենիք աշխատիլ չեր, ենիք վիրավոր էր զերքին, ոտքեր են վիրավոր են, սաղվարան ծարծրբաձ են, ինչ ասել։ Փաստորեն ամենադժվար իրավիճակը մարդկության համար պատերազմն է։ Ինչ պատերազմի անուն օրգի մանար վախենակ, մնացել եմ մենակ, հեշտ չէ, ինչ եմ աճարը պատերազմի, ծաղիկներ ծաղնեմ մեր դրանը սրդները ծև օրորվեք, իշկան մարդիկ անձնին կնան երկու ամբախներ հիշեն, երկու ամբախ տերասաններ հիշեն, մենք շատ խաղացել ենք թատրոն իրար հետ։ Պատերազմն իր հետ բերեց աղքատություն ու տանջանք, բայց միաժամանակ օրինակ դարձավ տղամարդկության ու մարտնչող զինվորի հերոսության, ու դրա շնորհիվ հաղթեց խորհրդային բանակը, ինչ որ չափով մեղմելով միլիոնավոր մարդկանց ցավը։ Արյունոտ պատերազմ ու հանկարծակի խաղաղություն աշխարհի վրա։ Հեռավոր մայիսի նրանք երիտասարդ էին ուրախ ու երջանիկ։ Մտածում էին, որ շուտով տանը կլինեն ու կյանքը նորից կշարունակվի։ Ինչքան մարդիկ էին սպասում հանգստյան այդ րոպեին, եւ ինչպիսի ուրախություն էր այդ հաղթանակը նրանց համար։
Հարգելիներ, ձեր հետ հանդիպման մասին իմանալով Խորհրդանի պատգամավոր Հենզել Մեկոյանը իր բնավորության հատուկ գծերով բնականաբար անտարբեր չէր կարող մնալ։ Եվ այսօր նրա բյուրոյի աշխատակիցներն են այստեղ ու ձեզ կմատուցեն պատրաստած նվերները։ Դուք մեր բարձուկն եք, դուք մեր հերոսներն եք։ Ես երբ մեր Խորհրդանի պատգամավոր բարոն Հենզել Մեկոյանը 99 թվականին ընտրվեց որպես պատգամավոր, ես հիշում եմ այդ օրը նա Ախալքելակ հրավիրեց բոլոր վետերաններին, ես հիշում եմ 250 հոգի էին, բայց ավաղ այսօր մնացել են ընդամենը 4-ը մեր շրջանից, որից 3-ը հիվանդության պատճառով չեն կարողացել ներկայացել, ներկայ է մեր Վաչոբապ հերոս Բաբիկը, մեր թորնիկների համար նրանք ամեն ինչ արել, իրենց ծորնիկների համար, մեր հպարտությունն եք, մեր բարձանքն եք, Տատիկ ջան, դուք եք, ձեր ամուսիններ, դուք այրի եք, մենք գիտենք ամեն ինչը, նրանք ամեն ինչ արել են իրանց սերունդի համար։ Դրա համար այսօր մեր Վրաստանի Խորհրդանի պատգամավոր բարոն Հենզել Մեկոյանը բոլորից շնորհավորում է այս մեծ տոնիկաբանությամբ ու նա հպարտ ուրախ է, որ մինչև այսօրս դուք կանգնած եք մեր կողքին, թող ուրախանան ձեր թորնիկները եւ ձեր ծորնիկները։ Ես խաղաղ ժամանակներում եմ ծնվել եւ պատերազմական սարսափ չեմ վերապրել։ Միայն լսել ու տեսաձայնագրություններով եմ տեսել պատերազմը։ Ես ուզում եմ այս հիանալի մարդկանց երկար տարիների կյանք, առողջություն ու երջանկություն մաղթել։ Մաղթել, որ երբեք ուշադրության պակաս չունենան։ Նրանց կյանքը մեր սերնդի համար օրինակ է, հերոսության ու շիտակության։ Երեխաները ուրախանալ կանան, ճանապարհ ունենալ, կապուտ երկինք ունենալ, ծրվելակ։ Ինձ մեզ ապրիկ շատ բացին բախտես հերոք ելակ։ Մեր հյուրերի համար նվեր էր պատրաստել նաև Նինոց Մինդայի երաժշտական դպրոցի տնօրինությունը։ Դպրոցի սաները հեռուստատեսություն էին եկել իրենց ուսուցչուհու Իրինա Քոլյանի հետ։ Նրանց երաժշտական կատարումը հիացրեց եւ հուզեց նկարահանման մասնակիցներին։ Վերապրծրեց անցած, սակայն երբեք չմոռացվող պատերազմի պատմությունը։ Հարգելիներ, ձեզ համար անակնկալ եմ պատրաստել նաև քաղաքի երաժշտական դպրոցի սաները։